Տարվա իր սիրած եղանակը պատկերելուց բացի, պատանի գեղանկարիչն իր նոր բնանկարով բարության ու հոգատարության խորհուրդն է փոխանցում։ Ձմռան գեղեցիկ տեսարանի առաջին պլանում մարդն է։ Ունեմ երկու զբոսաշրջիկներ, գնում են երկու խոյերի մոտ կերակրելու իրենց։ Մատիսի եւ վառ գույների սիրահար պատանին ձմռան սառնությունը փորձում է կոտրել ջերմ երանգներով։ Լավ էր ձմեռը, ես մեծ տպավորություններ ստացա։ Այդ ամենը պատկերեցի նկարի մեջ։ Գրիչով ինքը առաջին նկարը կատարել, արևա նկարել ու ես այնքան ուրախացա այդ արևի մեջ իրոք շողեր տեսա, որ փայլում են իր աչքերի նման։ Հակոբի ամենահաջողված աշխատանքներից մեկը 85-ամյա Մարի տատիկի դիմանկարն է։ Ծոռը հաջողացրել է աշխուժ ու շարժուն տատիկին նստած գտնել ու նկարել։ Ես ասի բալաջան, եպես նկարես, խաբարչի մեղը, տերը ցույց տվեց, ուրախացա։ Ինքը ուրախացավ։ Արմավիրի արվեստի դպրոցի սանը նաև ճեպանկարների վարպետ է։ Արվեստի այս ճյուղում հասակակիցների շրջանում նա առաջատար է։ Իր տարիքի համար, 9 տարեկանի համար բավականին լուրջ նատյուրմորտներ է նկարում, գծանկարներ է փորձում անել, ճեպանկարներ է անում։ Երբ մուսան գալիս է, պատանի գեղանկարիչը սկսում է նաև տան պատերին նկարել։ Տանեցիները համոզել են նրան բակի պատերով սահմանափակվել։ 3 տարեկան հասակում կարողանում էր շատ լավ տարբերել գույները, բացումուկ երանգները տեսնել ու գույները տեսնում էր յուրովի։ Գեղանկարչություն, քանդակագործություն, համակարգչային դիզայն։ Թե սրանցից որին կտա նախապատվությունը պատանին, ապագայի պարզելիքն է։ Իսկ հիմա կարևորը ինքնահաստատվելու եւ ինքնատիպ լինելու ձգտումն է, որին Հակոբը փորձում է հասնել արվեստի միջոցով։ Կարինե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, ժամը լրատվական։